Այսօր հատուկ օր է, եկեղեցին ծնունդին օրն է այսօր։ Եթե happy birthday պիտի երգենք, եկեղեցին համար պիտի երգենք այսօր happy birthday, որով եկեղեցին այսօրը ծնավ 2000 տարի առաջ։ Առանց Սուրբ Հոգին անկարելի էր, որ եկեղեցին ծներ, առանց Սուրբ Հոգին անկարելի էր, որ եկեղեցին մեկ քայլ առաջ վերթար։ Գործարակելոց գիրքը եթե բանաս պիտի տեսնես ամեն մեկ էջի մեջ Սուրբ Հոգին գա։ Մարդիկ որոնք կսեն Սուրբ Հոգի չի գա, չեմ գիտեմ ինչպես Գործարակելոց գիրքը կգարտան, որով ամեն մեկ էջի մեջ Սուրբ Հոգի գա։ Գործարակելոց կսենք, բայց ամեն առաքյալները չես տեսներ Գործարակելոց գիրքի մեջ, բայց Սուրբ Հոգին ամեն տեղ կտեսնես։ Իրականության մեջ այո, առաքյալներուն գործերն է, բայց Սուրբ Հոգին հետ։ Ամ որ Սուրբ Հոգին հետ շարժեցավ, ինքս ինքը Գործարակելոց գիրքի մեջը կդավ։ Եվ Սուրբ Հոգին իր մասին գրեց։ Եվ մեր հետ նույնն է։ Առանց Սուրբ Հոգին չես կարող հոգևոր կյանք ապրել։ Մենք երրորդությունը կընդունենք, եւ բոլոր քրիստոնյաները կսեն անուն Հոր եւ Որդու եւ Հոգուց Սրբո։ Ամեն։ Բայց Սուրբ Հոգի մասին շատ չի հիշվիր, չէ՞։ Ես որ հոգևոր չեմ եղած, աշխարհի գորերուս որ եկեցի գերտ, այո Հիսուս լսեր եմ, Աստված լսեր եմ, Հայր Աստված լսած եմ, ասի օդար գրոններն ալ գսեն մենք մեկ Աստված կբաշխենք, որ սուտ է, մեկ Աստված չենք բաշխեր։ Բայց գսեն Աստված, չէ՞, գրոնները կոնե կընդունին, որ Աստված մգա։ Եվ որ Հիսուսին ու կան խնդիրները քիչ կփարտանա, որովհետև ամեն մեկը գարձիկ ունի Հիսուսի մասին։ Մեկը գսե ադի մարգարե մներ, մեկը գսե ադի բարի մարդ էր, մեկը գսե ադի գա Հնդկաստան կնած գախարտություն սորվեցավ։ Ամեն մեկը մեկ կապար ունի, գարձիկ ունի, ու շիդակները գսեն ազովորտին է, բրգիչս է եւ իմ դերս է եւ իմ թակավորս է, եւ ես իր երկրորդ կալուստին կսպասեմ։ So ամեն մեկը գարձիկ ունի Հիսուսի անտե, բայց Սուրբ Հոգին երբ կա, գտեսես ֆիլտր ավելի կբզիկնա, ավելի մաղը կնեղնա, որովհետեւ շատ չես սսեր։ Ամենաշատ բանը որ գլսես, որ Սուրբ Հոգին այսօր չաշխատիր, ինչպես առաջին օրերուն աշխատեր։ Եվ հանգարտ Սուրբ Հոգին որոշեց միտքը փոխել, որովհետև մարդը որոշեց իր միտքը փոխել, ոչ թե Սուրբ Հոգին։ Եթե սերդես եկեղեցու պատմությունը եւ ես գտելաթրեմ, որ սերդեք, երբ արիթ ունենաք Աստվածաշունչին գողքին, ոչ թե գողքին, հետո, Աստվածաշունչեն հետո, գարթա եկեղեցու պատմությունը առաքյալներեն սկսած մինչև այսօր, որովհետև շատ բաներ կա պիտի տեսնես, որպես նույն սխալները դու չի գտնես։ Եվ ամենամեծ սխալ, որ եկեղեցին երավ թարերուն ընթացքին, Սուրբ Հոգին վրընդեցին։ Սուրբ Հոգին ասին մենք գիտենք ինչպես եկեղեցին կդարձնենք, քեզի բեք չունենք, մենք պրոգրամներ ունենք, մենք ծեսեր ունենք, մենք սիստեմներ ունենք, եւ ադոր համացային ժողովուրդը ուրախ է, մենք անանք կշարունակենք, բայց մեկը չի բժշկվիր, մեկը չազատագրվիր, մեկը ջեղքում չի վայելեր, մեկուն կյանքը չի փոխվիր։ Եթե Սուրբ Հոգին դուրս անենք, ադու համար եկեղեցիները կդառնան գազմագերբություն, կդառնան իշխանություն, կդառնան բարգ եւ բադիվի դեղ, դրամաշահի դեղ, եւ ադու համար կտեսնես գրոն կդառնա, ձես կդառնա։ Միան Սուրբ Հոգին է, որ խոսքը կգենթանացնե։ Այս խոսքը կյանքի կվերածվի Սուրբ Հոգին պատճառով։ Անամար կարևոր է ես գիտնամ ճանչնամ Սուրբ Հոգին եւ հետը շարժեմ, հետը քալեմ։ Եկեղեցին վրընդեց Սուրբ Հոգին եւ այդ օրերեն խնդիրները սկսավ եկեղեցին մինչեւ այսօր։ Ովքեր որոնք Սուրբ Հոգիով կշարժին կդեսնեն շատ զորավոր եւ համարձակորեն Հիսուսը իբրև դեր եւ փրկիչ կներկայացնեն աշխարհին, ան որ Սուրբ Հոգին չունի, դգար է, վախկոտ է, ամճկոտ է, փերանը կոց է։ Դու չես նար դու քեզ ադան գնել։ Ադի մեկ հոգի գա գրնա քեզ ադան գնել, Սուրբ Հոգին է։ Անոմար ամփոփ սրդով բիդի փապակիս, բիդի խնդրես դերոճմե որ լեցվի Սուրբ Հոգով։ Բայց հովիվ ես արդեն մգրտված եմ Սուրբ Հոգով, ամեն օր պետք ունիս լեցվելու Սուրբ Հոգով։ Որով դագար ես տուն, անոթ ես տուն, որում մեջը Աստծո ներկայությունը կփնակվի եւ գրագը վարած պիտի բահես։ 5 դագարի մեջ քահանաները դաջարի մեջ գրագը վարած պետք է բահեին։ Խունգը պետք է միշտ շարնագապար խունգը ելեր ճիշտ սրբության սրբոցին թիմաց վարակույրին ետևը պետք է ադիգա ելեր հիմա վարակույրը բաց է անշուշտ վարակույրին թիմացը ad խունգը գար վարակույրին ետևը սրբության սրբոց դաբանագը գար Աստծո ներկայություն գար
Եվ ադի պետք է վարված մնար։ Զոհասեղանի վրա գրակը պետք է վարված մնար։ Պետք չէ մարվեր։ Ներսը լավ չհագար 7 ջուրերով։ Ադի պետք է վարած մնար։ Ադի պետք չէ մարեր։ Քահանային թերն է, իմ եւ քու թերն է, ադի բահել վարած։ Սուրբ Հոգով միշտ պետք է վարած լաս, գրագով միշտ պետք է վարած լաս, որովհետեւ լույսը քեզ առաջնորդ է։ Սուրբ Հոգին չես կնար անդեսել։ Ամենամդերիմ անձը քեզի համար Սուրբ Հոգին է։ Սա չեք գիտեր, որ դուք դաջարներ եք Սուրբ Հոգու։ Okay? Սուրբ Հոգին դաջարես։ Սուրբ Հոգին հետդ Գաբրիգոր 24 ժամ շաբաթը 7 օր։ Ովևէ ադեն իրեն գանչես ինքը քոնե մեջը դե եւ քեզի հետ է։ Չես կնար վերնդել իրեն, չես կնար անդեսել իրեն, չես թարերուն տածքին եկեցի նրավ։ Եվ երբ որ այդպես հրավ, հանգարց գտեսնես ախնդիրները ձական, ալսկսան Հիսուսի ինքնության հանդեպ հարցերը սկսան ունենալ, սկսան բարդատրել քրիստոնեություն մարդկանց վրա։ Արյունը սկսավ թափվել, եկեցի թեմ արյունը սկսավ թափել, եթե գարտակ ես երբ գսերդեի եկեցու պատմությունը գիշեմ շատ լավ, սկիզբում շատ ուրախ էի։ Հալելույա, հալելույա, որով առաջին մեկ թարի մեջ եկեցին ուրդեղները հասավ Սուրբ Հոգիով։ Վարավ լման աշխարհը։ Բայց հետո գտեսնես եւ այս խնդիրները սկսան ցակել, գսկսείς ոչ։ Շատ բաներ որ այսօր տուն շատ բարձ գտնունիս երրորդությունը օրինակ, շատ բարձ գտնունիս առաջին թարերուն մեջը արյուն թափված է այսօր համար։ Աստվածաշունչը որ այսօր շատ բարձ գտնունիս ցերկդ։ Գիտեք ինչապ արյուն թափված է որ ասի ցերկը դլա։ Սուրբ Հոգին որ քու մեջը դլա, գիտեք ինչապ աշխատանք դարած է Սուրբ Հոգին թարերուն ընթացքին որ քեզի հասնի։ Ես աբաշխարեցի Սուրբ Հոգին բաժարով։ Տուն աբաշխարեցի Սուրբ Հոգին բաժարով։ Ինքն էր որ քեզի քաշեց։ Ինքն էր որ քեզի կրավեց։ Ինքն է այրող մորենին որ քու հետաքրքրությունդ արավ քաշեց եւ դու մոդեցար իրեն եւ ինքը քու մեջդ մտավ վերջո։ Ես գիշեմ մեկ անգամ Սուրբ Հոգին հետ նստած էի սենյակը եւ ձունգի աղոտ կնեի եւ գուլայի եւ հանգարց դերը իմ աչքերը սփացավ եւ ասանք ագնթարթիվ ես դեսիլքով դեսա իմ աշխարհի կյանքս եւ ինչպես Սուրբ Հոգին համբերությամբ աշխատած է հետս քայլ առ քայլ որ ինձի հոն հասցնե եւ ինձի իսավ ես ինչ ուրախ եմ որ ինձի հետ ես այսօր ինչ ուրախ է դերը որ դու այսօր իրեն կպատկանես ինքը քու մեջ է դու իր մեջն ես եւ գուզե որ դու ճանչնաս իրեն իբրև անց եւ հետը կորձակցես հետը հաղորդակցես ինչ պիտի սկաս արդյոք եթե ինձի գանչես հովիվ եւ ես քեզի չնայեմ ինչ կսկաս չէ մարդիկ այգեցին գցքեն գերտան ինձի բարև չդվա հովիվ այսօր ինչ կսկաս Սուրբ Հոգին Եվ որ ամբողջ օրը գանցնի եւ մեկը բարևն ու չստանար կամ քեզի կգանչե եւ միշտ կգանչե Okay միշտ կգանչե եւ տուն սպարես ես սպարեմ հա Եթե մեկը դերը ասանք դեսիլքով ցույց տա քեզի գարձես վարակիրին եդևը Սուրբ Հոգին ինչ կնե մենք ինչ կնենք գարձեմ մենք մեզ մեր բան մի դիելանք բայց ազո շնորհքն է եւ ողորմությունն է որ միշտ ու կաթեր թուրդ կզարնե Միշտ ու կաթուրիցը ամեն անգամ որ գսկաս աղոտքի գանչ փամը քեզի կքաշե որ երթաս աղոտես ադի Սուրբ Հոգին է ամեն անգամ որ գսկաս որ փամը քեզի կքաշե որ խոսքը բանաս կարդաս ադի Սուրբ Հոգին է ամեն անգամ որ գսկաս անցմա անցած ադենը սրդիտ մեջ վարավ որ երթաս իրեն մեկ հատ ավետարանը դաս ադի Սուրբ Հոգին է որ քեզի քաշեց ամեն ինչ որ գաբված է իրեն դեսնես քաշոական ուժը okay ասոր եդևը Սուրբ Հոգին է այն օրը որ տուն Հիսուսին եկար քեզի քաշող Սուրբ Հոգին էր անոմա մի անդեսեր Սուրբ Հոգին Սուրբ Հոգիով ես եւ տուն պետք ունենք մգրդվելու պետք ունենք լեցվելու պետք ունենք հաջախորեն հարադևորեն լեցվելու Սուրբ Հոգով Կորզարակելոցի մեջ կդեսնես արաքյալները մեկ անգամ չէ որ մգրդվեցին Ուրիշ արիթով ալ նորեն կդեսնես ցերկի բռնված են գաղութեն եւ նորեն լեցվեցին նույն Պենտեկոստեի զորությամբ լեցվեցին եւ գսեի հավաքադային շարժեցավ Ասոնք աշխարհը վարեցին
Գադակ չէ։ Սուրբ ոգին քեզի մարտիրոսանալու ուժ կուտա։ Քայլերուն աչև արյուծը լալու ուժ կուտա։ Վայրի դարձնե քեզի։ Դժողքին աչև գածես երգինք ամեն քեզի գրնագե։ Եվ այդպես կգնաս աչև անվախ։ Տշնամին քեզ մե վախնալու կսկսի։ Սատանան շունին բես է։ Կուքա գահաչե։ Եթե դու իր մե վախնաս ավելի գահաչե։ Բայց եթե մեկը դու ինքնությունը ջանչնաս, յետևեն բազելու սկսես, նայենք ինչպես փախչելու կսկսի։ Ատշունը։ Կամ մեկը կավազանար յետևեն կնա, կամ կարվերցուր, նա ինչ կլա, ատշունը որ իր ահը փերավ կու վրա, նա ինչ կլա։ Սուրբ ոգին քեզի անակ կնե։ Գսե տշնամին գմոդենա քեդի բես Սուրբ ոգին թրոշակ կտնե անդեղը եւ անոր յետևեն գվազե։ Թրոշակ կտնե։ Ասդեղը մերդեղն է։ Ինձի կպատկանի։ Հերուկն է այստեղ։ Հալելույա։ Հետևաբար Գործարաքելոց 1:4 Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր, չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք Սուրբ ոգին, ինչպես որ ինձանից լսեցիք։ 40 օր հետերնին էր իր հարութենեն ետքը, 40 օր։ Եվ 40 օր իրենց թագավորության մասին խոսեցավ, 40-րդ օրը համբարձավ, 10 օր ետքը Պենտեկոստեն եղավ, Սուրբ ոգին իջավ։ Այս 40 օրվա ընթացքին գսե որքան ժամանակ որ միասին էին, միասին գերան, միասին ժամանակ անցուցին եւ Հիսուս իրենց կուսորվեցներ, վերջին խոսքերը ու դար նախքան համբարձումը, գսե Հիսուս նրանց պատվիրում է որ չհեռանան Երուսաղեմեն։ Հիսուսի միակ նույնը ասեր 40 օր։ Ասո վրա գետրոնացավ։ Ինչ գարձես այսօր եթե մեկը աբաշխարե ինչ որ ես կնեմ, մեկ եւ որ աբաշխարե իրեն մեկ բան գսեմ։ Սուրբ ոգի մգրդությունը պիտի աղոթես, ադի պիտի խնդրես։ Սուրբ ոգի ես պիտի աղոթեմ վրա, բայց դու պիտի խնդրես այդ մեկը։ Դու պիտի ուզես այդ մեկը, դու նադոր համար պիտի գենաս Աստծո առջև եւ ադիգա պիտի հետապնդես, որով պիտի ճուզես ելնել դեղեդ առանց որ դու Սուրբ ոգին ստանաս։ Առանց Սուրբ ոգին դու վախկոտ կմնաս, Սուրբ ոգիով գրակ կլաս։ Եվ մենք գանչված ենք վգա լալու աս աշխարհին։ Առանց Սուրբ ոգին չես, առանց Սուրբ ոգին անհամ է քրիստոնեական կյանքը։ Ասեմ ցերկերդ լվա հիմա կվնե, եթե պիտի ճուզենք Սուրբ ոգին, կոչենք եկեղեցին երթանք, որովհետև առանց Սուրբ ոգին իմաստ չունի։ Առանց իրեն իմաստ չունի։ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուս նրանց գսեր, որ չհեռանաք մինչև չստանաք այս մեկը։ Հիսուս այսօր հոսլա եւ դակավին թում մգրդված չես քեզի այս խոսքը պիտի սե։ Եթե լեցված չես քեզի այս խոսքը պիտի սե, ցե Սուրբ ոգիով լեցվե։ Սպասե այսօր համար։ Եվ այդպես սարին արաքյալն է, Գործարաքելոց 2:1-ի մեջ գտեսնես ամենը համախմբված մեկտեղ էին, Բեռնադունը, 120 հոգի, սպասումի վիճակի մեջ էին, կսպասեին, աղոթքի մեջ էին, եւ հանգարց երկինքեն հովը փչեց, եւ իրենց ամենուն հրեղեն լեզուներով, հրեղեն լեզուներ իջավ, գսե, եւ ամենը սկսան օդար լեզուներով խոսի, այդ լեզուն գրագե լեզու է, քեզի գրակ կդարձնե, չես կնա լեզուները ահանք խոսիլ, լեզունը սկսպունքով պետք է քեզի ինչն է, վարե, եթե դու խոսիս լեզու, քեզի պիտի վարե լեզուն, իր գործը ադի է, հրեղեն լեզու է որով, եւ եկեղեցին այդպես վարավ, մինչ լեզուներ գխոսեր, վարավ եկեղեցին, Սուրբ ոգիով լեցված, ադոր համար գսեմ, եթե լեզուները ունիս, ավելի շիդագը անոր Սուրբ ոգին ունի իր մեջ լեզուները գա, լեզուները պետք է արձակես, որ գրագը վարես։ Եթե դու լեզուները պիտի չխոսիս, մորցիր գրակ պիտի չի կա։ Առաջին եկեղեցին լեզու խոսելով գրակ հանգչեցավ, այսինքն գրակը վրանին լեզուն այդպես խոսեցան, գրակ վարան ասում։ Այդ 120 ամեն լեզուները կխոսեին։ Անասեմ մեկը չի գար որ լեզուներ չեր խոսեր։ Բոլորը լեզուներով խոսեցան, բոլորը վարան եւ բոլորը կացին։ Դարազվեցան։ Եթե լեզուներ ունիս, ինչու՞ չես խոսիր։ Ինչու՞ միան հadoop բայրուգը ցկես լեզուները։ Հավատացյալներ կան, որոնք աղոթքի ադեն գիշեն լեզուներ պետք է խոսին։ Հոն լեզուներ կխոսին։ Աղոթքը վերջացավ,
Կալ գրագի։ Ահա կանադեն լեզուները, որ եղած է, որ քեզի վարե, հրեղեն լեզուն է, որ քեզի վարե եւ լեցնե Սուրբ Հոգով, որքան խոսիս, այնքան լեցվիս։ Եվ այնքան ավելի օծությունը կտանցրանա։ Ես լավ փորձառություն ունիմ, ինչ կսեմ, որով շատ անգամ սկիզբ է, որ լեզուներ խոսիս, ասենք մի քանի հանգրվաններ կա պետք է անցնիս անոնցմե, որ մարդկայինդ կդրվի այլևս։ Գնալ առաջին գեշ ժամը թեր շատ բան չսկաս, լեզու կխոսիս, բայց գնա մեկ ժամ անցավ եւ բանը չսկացի, բայց հետո շարունակե քիչ միևս դիտեսնես ինչպես մարմինդ լման պիտի սկսի բռնվել, վերեմ վար, գրակ պիտի սկսի տապիլ վրա, թուն լման քրավվեցար ներքեն ներսեն դուրս քրավվեցար այլևս Սուրբ Հոգին կա քեզի գբռնե չես ուզերել այլևս աղոթքեն լեզուներեն զա դու ինչ բան չես զեր խոսիլ հատվարյանին Ռադի քեզի գտանի մարգարեության հայտնության ու դրաները քեզի գտանի ադի Ես եղած է օրեր որ 3 ժամ 4 ժամ լեզուներ խոսած եմ Եվ անգե որ գիտեմ աս փորձառություն Եվ երբ լեզուները ես ստացա, գրագի պես կխոսեի, չէի սպասեր արիտը միշտ հետսեր, ցերկը ես արիտ կստեղծեի լեզուներ խոսելու։ Եվ ինձի գվարեր ադի։ Սո լեզուները եթե ունիս խոսիր, չունեցողին վրա էլ աղոթե որ խոսի։ Չէ՞։ Ամեն մարդ տո լեզուները խոսի, ամեն ինչ է դրված։ Եթե մեկը ջանչնաս փարիկները լեզուներին, չեմ գազե պիտի չուզես լեզուները։ Ինչու՞ համար չուզես, սա նախանցախնդիր է եք բարգևներուն, եւ ինք պիտի դա քեզի, ինչ որ ուզես պիտի դա քեզի, սա, չէ՞։ Հաբա եթե բարգև ուզես իրմե, սա անոր հավատա հետեւյալ նշանները պիտի հետևի։ Կովենիտ դարձիրս է հավատացյալ ես տուն։ Հավատով ես հավատքի մարդ ես տուն։ Որով է սա անոր հավատա հետեւյալ նշանները պիտի հետևի։ Ինչ են նշանները, դուք ինձ ասեք։ Ցերկ բիտնե պիտի փժշկե դարբեր լեզուներով պիտի խոսի ուրեմն լեզուները ամեն հավատացյալի համար է հա թույն մի խմե պիտի չի վնասվի դևեր պիտի անի չէ ասի ամեն հավատացյալի գոչումի մեջ գա DNA-ի մեջ գա ասոնք չես կնար ասել լեզուները ամենուն չէ դրված եւ որ ինքս է անոր հավատա նոր լեզուներով պիտի խոսի վերջ Ես գրիվ չեմ ներ ընդհանրապես, բայց անոր գսե, որ ասպես խոսքերով արդայդվի ինձի գայտնե, որ իրականության մեջ չի հասկացած ինչ կսեիմ այնք, և եթե ինքը մեկ հատ ջանչնա լեզուները և Սուրբ Հոգիով լեցվելու կարևորությունը և անոր փարիկները, ես ակուզամ այդ մեկը։ Ես եկեցի մտա, որ ամեն մարդ լեզուները կխոսեին։ Եվ Փափակով, իղծով կգենայի, որ ես ունենամ լեզուներ։ Եվ լման գետրոնացումս ադի էր, որ ես ակուզեմ մգրդվիլ, ես ակուզեմ լեզուներով խոսիլ։ Գերթայի ամեն անց, որ լեզու կխոսեր, որով սկիզբը մի քանի հոգի էր, հետո ամփոչ եկեղեցին բայթավ, ամեն անց, որ լեզուներ կխոսեր, ամեն մեկուն քովը կգենայի եւ իր փորձառությունը կուզեի լսել, որ գիտնամ ինքը ինչպես խոսեցավ լեզուներ, որովհետեւ ես ֆորմուլամը կծեմ, որով գլուխս այդպես կհասկանա, 1 2 3 կտնե, equation կշարե, ֆորմուլա կտնե So ես am 1 2 3 կենեմն է, ես ագլեցվիմ Սուրբ Հոգով։ Մինչև դա դու այդ գապ չուներ, որով ամեն մեկուն փորձառությունը փամներ։ Այն մեկը իր ցևով պատմեց, իր վկայությունը տվավ, բայց մեկ վկայություն մյուս վկայության չէր նմաներ եւ գլուխս ավելի կդառնար։ Դա ինչպես կսեի։ Մինչև որ այլևս իդ Աստծո խոսքին եկա, այբ Գորընթացից 14 գլուխ 12-ին 14 եւ սկսա հոն գարտալ, մինչև որ լեցվիմ լման գետրոնացումս, եթե ասեմ ասի չեր, սուտ խոսած պիտի լամ, ասի էր, լման գետրոնացումս 2 ամիս ասոր համար բادرազմերի, բادرանցելով սպասեցի, ասոր հետաբնտեցի, մինչև որ Սուրբ Հոգիի լեցնությունը վայելեցի և գրակ տապավ։ Այսօր գծարայեմ այդ գրագին պատճառով, եթե այդ գրագը չլար, այսօր ինձ ոս չեք տեսներ, եթե գրագը չլար, ես կցանցանամ, ես ես մե առաջ կցանցանամ, 20 տարի ասի գնամ, Եթե գրակ չունենայի շադոնց, ես սկած էի կացած էի։ Ադամը գրակը պիտի բահես վարած։ So,
Որբեսի խոսենք ինչպես լեցվենք Սուրբ Հոգով, նախ ես քու սելերդ պիտի վազեցնեմ ավելի, պիտի ասենք ինչու համար պետք ունենք Սուրբ Հոգով լեցվելու, դրա համար խնդրեմ մեր Աստվածաշունչները բանանք Թվոց 11։ Եվ հոնգե պիտի սերդենք այսօր, Թվոց 11։ Թվոց 11-ի պատմության մեջ պիտի տեսնես սկիզբը ժողովուրդը դուրդունջ կրավ իրենց բադահածներուն պատճառով, անաբադին մեջն են Իսրայելի ժողովուրդը դուրդունջ կրին, Աստված լսեց, փարգացավ իր փարգությունը իրենց վրա բարբեց եւ շատեր մահացան եւ անգետ կը նորեն դուրդունջ կրին, այս անգամ մանանային վրա։ Ասին ասինչ է, մանանա, սել է ասինչ է, մանանա պարադիս է, երգինքեն գարձես cornflakes գիչներ, ասեմ։ Եվ ադիգի շաղեին գբադրաստեին ամեն օր, Աստված իրենց գերագրեց անաբադին մեջտեղը 40 տարի, մանանայով, ասինչեյով, իրենք ասին ասինչ է և ադի 40 տարի իրենց բահեց։ So ասին մենք գուզենք միս, ցանցացանք այլևս ասինչեյեն, գուզենք միս, և որ մենք Եգիպտոս էինք, սոխեր ունեինք, սխտորներ ունեինք, վարունքներ ունեինք, գադակ չեմ նայ, որ ասպարերը կորզայացին։ Ասոնք ամեն ունեինք և հանքիս կուդեինք, մորցան իրենց ստրգությունը և չարչարանքը և նեղությունները, որ իրենք կաշեին, որ իրենք ամպոտ ժողովուրդը Աստծո անունը գանչեցին, ատկան որ այլևս անդանելի էր, ադոնք ամենը մորցան։ Եվ հիմա հանգարձին, որ մանանային ավելի լավն էր Եգիպտոսը։ So հիմա 10-րդ համարեն գարտամ։ Մոսես լսեց, որ ժողովուրդը իր դողմերով, յուրաքանչյուրը իր վրանի մուտքի մոտ լացեր լինում, ինիսկ գուլային։ Դիրոջ փարգությունը խիստ փոփոխվեց և դա Մոսեսի աչքին վատ երևաց։ Մոսես ասաց Դիրոջը. ինչու չարչարեցիր քո ծառային։ Մոսես ալ չի դիմացավ։ Ոստե աս Մոսեսին գդրվիլն է ոստե, որ ունիս մոտ քանի միլիոն ժողովուրդ։ Դա ինքս է ասե 600,000 մարդ, դղամարդ, բادرազմո դղամարդ, մորցիր անոնց զավակները և գիները, եթե պիտի հաշվես 1 միլիոնը հանգիստ անցավ։ So ատկան ժողովուրդ ունիս և անոնք բոլորն ալ դրդունջ կնեն։ Եվ քանի անգամ նույնիսկ քարավերծուցին, իրեն թեմ ելան, իր եղբորը թեմ ելան, ամեն ինչ ըրին և Աստված դագավին իրենց համբերեց, դեղ մգա ինքը իրենց համար աղոթեց և բարեխոսեց Մոսես։ Եվ հիմա նորեն նույն պատմությունը, դա նոր խնդիրեր էին և շտկվեցավ սկզբունքով, հանգարց ելան իդ մանանայի համար դրդունջ կրին։ So դրդունջ կնել լուջ խնդիր է ժողովուրդ։ Եվ որ թում կդրդնչաս, դրդունջ որու գերտագոր։ Իրականության մեջ Աստծո գերտագոր դրդունջը։ So Մոսես վադսկաց, իր աչքին վատ երևաց այս մեկը, դժվարին եկավ այս մեկը և քնած Աստծո առջև և ասավ ինչու չարչարեցիր քո ծառային։ Ինչու շնորհ չկդա քո առջև և այս ամբողջ ժողովրդի փերը ին վրա թրիր։ Միթե ես հղացել եմ այս ժողովուրդը կամ ես եմ ձնել սրանց, որ ինձ ասում ես քո քիրգը առ նրանց, ինչպես թայագն է առնում գատնագեր երեխային և դար մինչև այն երգիրը, որ երդմով խոստացար նրա հայրերին։ So լուրջ խնդիրի առջև էր ոստեղ Մոսես, այս ժողովուրդը դրդունջ կնե և Աստուծո ասպես իր սիրտը կփանա։ Ես որտեղից միս գտնեմ, որ դամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում և իմ թիմաց և ասում մեզ միս դուր, որ ուտենք։ Այս ժողովուրդը միս կուզե, հիմա իր առջևը եկերեն, դրդունջ կնեն, հիմա ես ուր դեմ բերեմ միս։ Այսօր մենք Հայաստանի մեջ ենք։ Ժողովուրդը պետք ունի։ Ես շատ անգամ գսենք ինչպես պիտի հասնենք աս ամենուն, ինչպես պիտի աբաշխարեմ բոլորը, ինչպես վերարտնություն պիտի բերենք Հայաստանի մեջ և Աստծո առջև ձունգի ու կանգնենք ուդեմ պիտի բերեմ ես միս, ուդեմ պիտի ինեմ այս գործը, աս մեծ փերը ինչպես ես պիտի շանգեմ։ Մեզ միս դուր որ ուդենք։ Ես միայնակ չեմ կարող գրել այս ամբողջ ժողովրդին, դա շատ ծանր է ինձ համար։ Չի կարծես թյուրին բամն է, ունեցիր միան 20 հոգի արդեն ինչ փեր է։
Երևակայ քանի միլիոն հոգի գտարցնես տուն եւ ամենը քեզի թեմ դրդուն չկնեն։ Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, դակավին դերոջը հետ կխոսի։ Խնդրեմ մերցրու ինձ, եթե շնորհք կտա քո առաջ, որովհետեւ չտեսնեմ իմ թշպախտությունը։ Արգյանքս։ Դերը ասաց Մովսեսին. Իսրայելի ձերերի միջից ինձ համար հավաքիր 70 հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ձերերի եւ գլխավորների։ Նրանց վերցրու Փեր ժողովի վրանը եւ նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։ Ես կիջնեմ այնտեղ, գխոսեմ քեզ հետ եւ լավ նայեցեք, եւ քեզ վրա եղած հոգուց Սուրբ Հոգին է։ Այդ օրերուն իրենց մեջը չեր գրնարել Սուրբ Հոգին, իրենց վրա էր Սուրբ Հոգին։ Եվ նոր գդագարանի մեջ գրնա մեջը դլալ, որով թուն այլևս արդարացար Հիսուսի արինով, թուն դաջար դարձար Սուրբ Հոգին մեջը դագելա։ So հոն է դարբերությունը նոր գդագանի մեջ երկու փորձառություն կա, մեկը մեջը դլալն է Սուրբ Հոգին, մյուսը վրատ կալն է Սուրբ Հոգին։ Այս երկու ազատ փորձառությունները մեկը աբաշխարությունով գլա, եւ որ թուն վերստին գծնի Սուրբ Հոգի դաջար գտարնաս եւ մեջը կմտնե, սիրտդ կփոխե, քարերեն սիրտը գանե մարմնեն սիրտ գտնե իր օրենքները գկրե, արդարությունը գջանցնե, աշխարհի մեղքը գջանցնե, ճշնամին թադավարդությունը, աս բոլոր կորձերը գսկսի Սուրբ Հոգին մեջը դնել, բդուղները գսկսին աշխատել, բայց Սուրբ Հոգին գրագը վրա դեպ հանչի, ադիգա դարբեր փորձառություն է, որ մգրդությունն է։ Եվ ամբես մեջ որ Սուրբ Հոգին մեջը դե հիմա այլ դուրսն է, այլ վրա դեգա։ Մեջինդ Սուրբ Հոգին հետ որքան գկալես, որքան խորունկ կերտաս, այնքան գսուզվիս իր մեջը եւ թուն Սուրբ Հոգիով գմգրդվիս, որով մգրդվել բարի ինչ է բապտիզո, սա սուզվիլ։ Ճուրի մգրդությունը ինչպես եղավ, գսուզվիս ճուրին մեջ։ Սուրբ Հոգու մգրդությունը Սուրբ Հոգիի մեջ գսուզվիս, Սուրբ Հոգիով գմգրդվիս, քեզի 4 կողմդ կբադե։ Վադիգա իր մեջը կամ քու Սուրբ Հոգին որ քու մեջն է իրեն հետ կորզակցելով իրեն հետ խորունգ երթալով գլա Սուրբ Հոգի մգրդությունը։ So ես իջնեմ այնտեղ գխոսեմ քեզ հետ եւ քեզ վրա եղած հոգուց գառնեմ ու գտնեմ նրանց վրա, որովհետեւ նրանք քեզ հետ միասին գրեն ժողովրդի փերը եւ դու միայնակ չգրես դա։ Առանց Սուրբ Հոգին չես գնա ժողովուրդ առաջնորդել։ Մովսես Սուրբ Հոգին իր վրաներ, առաջնորդներ փերսավ, իրենց վրայա Սուրբ Հոգին բիտնեն, որովհետեւ ծառայեն քեզի հետ։ Առանց Սուրբ Հոգին ասված քայլ մչերներ։ Ծառայություն պիտի լա, բաշտոն պիտի հանցնվի, ազո կորձը պիտի լա երկրի վրա, Սուրբ Հոգին պետք է հանգչի մարդոց վրա։ Դեր Հիսուս ադրամ ասավ, չի հերանակ Երուսաղեմեն, նախքան դուք երկինքի խոստումը ստանաք, պետք է լեցվիք Սուրբ Հոգով, որովհետեւ գարենակ ազո կորձը անել։ Եվ ժողովրդին ասա, մաքրեք ձեր անձերը վաղվա համար, որ մի սուդեք, որովհետև Տիրոջը լսելի գերբով լաց եղաք եւ ասացիք, ով մեզ միս գդա ուտելու։ Եգիպտոսում լավ էր մեզ համար։ Դերը ցեզ միս գդա եւ դուք կուտեք։ Գուտեք ոչ թե 1 օր, ոչ թե 2 օր, 5 օր, 10 կամ 20 ալ ամբողջ ամիսը, մինչեւ որ ձեր քթից դուրս գա։ Եվ դուք զզվանք սկաք, միսեն նույնիսկ զզվիս։ Հետ եղած է, բամը որ դու շատ գուզես ուտել, քիչիկ շատ ուտես անգե, ինչ կլաս այլևս, գզիզվի, իրենց 1 ամիս ասի գերցնել լվավասված։ Միս։ Որովհետև դուք արհամարեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, եւ լաց եղաք նրա առաջ ասելով, ինչու մենք դուրս եկանք Եգիպտոսից։ Մովսես ասաց. Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, 600,000 հետևակներ են եւ դու ասում ես, դե ես միս կդամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս, Մովսեսի միտքի մեջը 1 օր, okay, ոչխարներ ունենք բավական, արչարներ ունենք, գնանք մորթել, բավարար է, 1 ամիս, ուտեն մի գերցնեմ իրենց ասում, ինչպես իրենց միս պիտամ 1 ամիս եւ ադիգս է։ Միթե բոլոր ոչխարներն ու արչարները պիտի մորթվեն, որ բավականացնի նրանց, կամ ծովու բոլոր ցգները մեկտեղ պիտի հավաքվեն, որ բավարար լինի նրանց համար։ Մովսեսը որ անկարելի է։
Անգարելի է, ինչպես պիտի գերագրեմ ես այս ժողովրդի միս։ Դերը ասաց Մովսեսին, միթե գաջ է դիրոջը ցերկը, կովիդ տասիս է միթե գաջ է դիրոջը ցերկը։ Այս խոսքը Մովսեսին ասավ, այս խոսքը նաև մեզի ալակս է ասված։ Միթե գաջ է իմ ցերկը, հիմա գտեսնես, թե ասածից պես գլինի, թե ոչ։ Okay? Մովսեսը վեր գացավ, սո հավատաց, բերանը կոծեց Մովսես, ոտքի ելավ եւ հրճագեց ժողովրդին, եւ Տիրոջը խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ձերերի միջից հավաքեց 70 հոգի եւ նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։ Դերը իջավ մի ամբով եւ խոսեց Մովսեսի հետ, արավ նրա վրա եղած հոգուց եւ այն թրեց 70 ձերերի վրա։ Հենց որ հոգին իջավ նրանց վրա, նրանք ինչ ըրին։ Մարգարեացան։ Դեսես մարգարեությունը ուր գուկա, ինչպես գուկա։ Սուփոքին վրա կանչնի, նոր գդագարանի մեջ քեզի նաև դվավ լեզուները եւ թարգմանության բարգեւը, որբեսի տուն մարգարեության հասնիս։ Գամ մեկեն կմարգարեանաս, գամ լեզուներով կթարգմանվի մարգարեություն գլա։ Մարգարեացան, բայց չշարունակեցին։ Հոս ունիս 70 հոգի, որ Սուրբ Հոգիով մգրդվեցան, հոգին իրենց վրա ընկճեցավ, մարգարեանալու սկսան, բայց չշարունակեցին։ Հոս նոր գդագրանի եկեղեցու խնդիրն է այսօր։ Okay? Գրագը կանչի, գմգրդվի, հալելույա, լեզուները գխոսի, բարգևներու աշխատությունը գսկսի, ասոնք կլա, բայց չշարունակել լեցվիլ Սուրբ Հոգով։ Ադուամար փորձառությունը չի գտնվիր եւ չընտլայնվիր, չի զորանար, ավելի խորունկ չերթար։ Մեկ դեր կմնա։ Եվ գիշե այն օրը որ այդպես եղավ, բայց ուրիշ վկայություններ չի գրնար ունենալ։ Ադուամար եթե տուն լեցվեր էիր, ասե չոր այսօր վիրի չլեցվիս, ամեն օր պետք է լեցվիս։ Բայց չշարունակեցին։ Փանագադեղիում մնացել էին 2 հոգի, որոնցից մեկի անունը Ելթաթ էր, իսկ մյուսի անունը Մոթաթ։ Հոգին հանգչեց նրանց վրա, նրանք եւս այդ քրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել եւ մարգարեություն էին անում Փանագադեղիում։ Ասոնք որ նույնիսկ չէին եկած վրանին հոնդեղ, իրենց վրա է Սուրբ Հոգին հանգչեցավ, իրենք կալ մարգարեացան։ Իսկ երբ Սուրբ Հոգին հանգչի, նշանը պետք է լա։ Okay? Սուրբ Հոգին չի հանգչիր եւ նշան չլար։ Փամը պիտի լա։ Մարգարեությունը պիտի լա, բարգեւի աշխատությունը պիտի լա, գրակ պիտի թափի, քեզի պիտի արցագե, նշանը պիտի լա։ Մի բադանի վազեց, բատմեց Մովսեսին եւ ասաց. Ելթաթն ու Մոթաթը մարգարեություն են անում Փանագադեղիում։ Նավեի որդի Հեսուն Մովսեսի ընդրյալ ծառան պատասխանեց եւ ասաց. Դեր իմ Մովսես, արգիլիր նրանց։ Մովսես ասաց նրան. Ինձ համար ես նախանցում։ Երանի թե ամփոփ ժողովուրդը մարգարեներ լինեին եւ դերը նրանց վրա տներ իր հոգին։ Աս խոսքը նոր գդագարանի խոսքն է։ Կամ խոստացվածը նոր գդագարանի մեջ իրականացավ։ Ամեն հավատացյալ Սուրբ Հոգիով է մգրդվելու եւ մարգարեա դառնալու, Աստուծո փերանը լալու աշխարհի մեջ։ Ասի իր փապակն է։ Աստված ինք կուզե քեզ Սուրբ Հոգիով մգրդել։ Չի գարձես որ տունես ուզողը, ինքն է ուզողը, որ քեզի մգրդես Սուրբ Հոգով վարե քեզի։ Որպեսզի տուն ուղագի Աստուծո փերանը լաս, Աստուծո ցայնը գլսես եւ Աստուծո փերանը գլաս աշխարհի մեջ։ Սուրբ Հոգին պետք է հանգչի վրա, որ ասմեգը լա։ Հիմա եկանք միսին խնդիրին։ 70 իմալեցվեցին Սուրբ Հոգով, մարգարեացան, խնդիրը անը որ չշարունակեցին, անոնք որոնք չէին եկած, անոնք շարունակեին։ 31 Տիրոջը գոմից հողմ բարձրացավ, աս հողմը այն հողմն է, որ Պենտեկոստեի օրը բարձրացավ։ Okay? Հողմը եկավ։ Սուրբ Հոգին է ալիա։ Տիրոջ գոմից հողմ բարձրացավ եւ ծովու գոմից լորամարքիներ բերեց,
դարաձեց փանագադեղի շուրջը մեկ օրվա ճանապարհի երկարությամբ, մի կողմից եւ մեկ օրվա ճանապարհի երկարությամբ, մյուս կողմից եւ երկու գանքունի չափ բարձր գետնի մագերեսից։ So մեկ հատ հողմ ելավ, լորամարքիներ եկան եւ մեկ օրվա ճամփար ոտով։ Որքան գնաց քալել մեկ օր։ Չեմ։ Ադեներ բանը կբատմե, Սուզանը կբատմե, գսե ինչպես դունեն քալելով եկա գսե։ Քանի ժամ արած գլա, որ ինքը հոս ասնի, Ափովյանից մինչև հոս, ոտով գուք աշանանքամ, մարդիկ աշանանքամ գտշկոհին գսեն, օ երու եկեց, ինչ եմ գնա քալ, այս ունի ունիս ուրիշներ, որոնք կումարը չունինն է, որ տաքսի վերցնե, ոտով գուք աղոր։ Ասված գնա հերու դեղերեն մարդիկ բերե։ Եվ երկար ճամփա, դու մեկ օրվա ճամփա եթե գդրես ոտքով հաշվե, որքան գդրեցիր, ատքան լորամարքի գտեսնես, որ քետնեմ բարձր։ Աստծո ցերկը գարջե։ Սուրբ ոգիով ատքան լորամարքիներ մի լեցնե կյանքիդ մեջ։ Անաբադի մեջ տեղը։ Առանց Սուրբ ոգին անաբադը թուն ծարավ կանցնես։ Անաբադեն ավանապար դուրս պիտի չելես։ Սուրբ ոգին է, որ անաբադի մեջ գայվո չէ իմ այսօր ինչ տեսակի վիճակի մեջ ես գնա անաբադային վիճակի մեջ ես Հայաստանի մեջ մենք առաքելություն ունենք եւ գնալ անաբադային վիճակ մնե այսօր կկարոզեմ չաշխարհեր անոր կկարոզեմ չաշխարհեր անոր կկարոզեմ չաշխարհեր Սուրբ ոգին հողմը պետք է ելնե որ աչեն ցախեն լորամարքիները հավաքե միթե իմ ցեկս գաճը գսեգոր դերա ուզես Աստծո համար տուն զարայողը դառնաս Դու պետք ունիս Սուրբ ոգին հողմին։ Պետք ունիս այդ հողմը, որ փչե եւ անորմով դու ծարայես։ Եվ հավաքի Աստված աչեն ցախեն մեկ օրվա ճանապարհով։ Լեփլեցում։ Բայց ասիկա մեկ ոգի կոչ չէ։ Մովսեսը առանցին չէր, որ հրավասիկա 70 հոգին ալ ունեցավ վրա։ Իր վրա առանցին մեծ փեր է ասմայներներու։ Գնստեր ամբողջ օրը ժողովուրդը գտալեր։ Աս մարդը ընտանեկան կյանք չուներ։ Գինը հազիվ գտեսներ։ Ամբողջ օրը գնստեր, որ իրենց թադեր։ 70 հոգի եւս պետք է։ Անոնքա պետք է Սուրբ ոգիով լեցվին։ Որբեսի Աստծո կորձը ավելի ընդլայնվի։ Ժողովուրդը վեր գացավ եւ այդ ամբողջ օրը ու ամբողջ գիշերը ինչպես նաեւ հետեւյալ օրը լորամարքիներ հավաքեց ամենակիչ հավաքողը 10 քոր հավաքեց եւ իրենց համար բերեցին փանագադեի շուրջը որբեսի չորանան սինգնասերվագե ժողովուրդը իր պետքեն ավելիալ ուներ բայց աս ամենը Սուրբ ոգին բերավ Աստուծո շունչը ես գսիրեմ հայերեմ Աստվածաշունչ բարը Ինադեն ագնարգը Սուրբ ոգին, որովհետև իր շունչը Սուրբ ոգին է։ Եվ իր շունչով քրվեցավ Աստծո խոսքը։ Գսե աս ամեն քիրքը Սուրբ ոգին իր շունչումով քրվեցավ։ Իր շունչն է։ Եվ երբ դու կբռնես արսկիրքը Սուրբ ոգին քիրքը կբռնես։ Ինք քրեց մեգումը մասին անունը Հիսուս Քրիստոս։ Եվ իր հետը կորձակցելով է, որ դու կտեսնես բդուղները կյանքիդ մեջ։ Ալամասեներ Գրծա բավական ցեզի համոզել թե ինչու համար պետք է Սուրբ ոգով լեցվիս։ Առանց Սուրբ ոգին երևակե ժողովուրդը մի գրնար միս ունենալ առանց Սուրբ ոգին հողմին։ Մի չի գրնայ։ Մովսեսը ուրդեն միտ բերերատ կամիս։ Իրենց ունեցած ունինից պիտի վերջացնեին։ Ժողովուրդը եթե նույնիսկ մեկ օրվա ջամփա գդրեր լորամարքի պիտի չի գտներ։ Միս պիտի չի գտներ։ Բայց մեկ հատ Սուրբ ոգին շարժեցավ Նկատի արեք ինչ կան լորամարքի եղավ։ Այսօր Հայաստանը պետք ունի Սուրբ ոգին շարժվելուն, պետք ունի գրոնական, ավանտական աբրելացևեն դուրս ելնելու եւ Սուրբ ոգին հետ քայլելու։ Որբեսի լորամարքիները կան, որբեսի մարդիկ ապաշխարեն, երկրի մեջ վերարտությունը լա։ Մեկ հովիվ բիչին է, ասինչ հովիվ բիչին է, անինչ հովիվ բիչին է, 70 հոգիներուն գարիքն ալգա։ Որով փերը մեծ է, մեկ ոգին չի գնա շահել։ Այս ամենը նույն Սուրբ ոգիով լեցվեն, հալելույա,
Աստված գազից copy paste կնե։ Նույն Սուրբ Հոգին, տոպ ամենում մեջ նույն Սուրբ Հոգին, բոլորը մարգարետ արցան, բոլորը հիմա Աստծո փերան եղան։ Մեկ փերան էր առաջ, Սատանան մեկ հոգի թեմ կգրվեր, մեկ փերան էր առաջ, հիմա եղավ քանի 70 փերան, okay։ Եվ որ հիմա որու պիտի հասնիմ։ Եվ չի գարձեք, որ թժողքի թևերը անսահմանափակ են։ Չափավոր են, սահման ունին։ Երկինքի 1/3 հրեշտակները ինգան, ադոնք դարձան թևեր, բայց ադ 1/3 չավել նարգոր, չի ձնիր գոր ուրիշներ։ Չափավոր են։ Սո երևակայ է թե ամբողջ աշխարհը Աստծո հոգիով լեցված է։ Թշնամին ինչ պիտի, որու պիտի հասնի, չէ՞։ Սո նույն ծևով է սեներ, առանց Սուրբ Հոգին, որ Տեր Հիսուսով դուրս չեք ելներ Երուսաղեմեն։ Հիմա որ գիտենք ինչու համար Սուրբ Հոգով պիտի լեցվենք եւ շարունակապար լեցվենք, սկսենք խոսել ինչպես կլեցվենք։ Այսօր ամենը մի չի գնամ դալ, վաղը թեատրեմ որ կաս որ շարունակությունն ալ լեսնես, բայց առաջին գետ կովդ քրե, կովդ արցանակրե, խնդրե։ Սուրբ Հոգով ուզես մգրդվել, պիտի խնդրես այդ մեկը։ Ասենք երկինքեն քիրկդ պիտի չինա, պիտի ուզես այս մեկը դու։ Ղուկաս 11-ի մեջ կտեսենք 9-րդ համարեն, եւ ես ասում եմ ցես խնդրեք եւ կդրվի ցես, փնտրեք եւ կգտնեք, թուրը փախեք, ցեր առաջ կփածվի, որովհետեւ ով խնդրում է ստանում է, ով փնտրում է գտնում է, ով թուրը փախում է նրա առաջ փածվում է։ Ցեզանից ով է այն հայրը, որ որից որդին եթե ցուկ ուզի միթե ցգան փոխարեն օծ կդա նրան։ Եվ գամ ձու ուզի, միթե նրա գարիչ կդա, արդ եթե դուք որ չարեք գիտեք բարի բարգևներ դարձեր որդիներին, որքան առավել, կովին դարձես է, որքան առավել երկնավոր հայրը Սուրբ Հոգին կդա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Նույն ամենը Սուրբ Հոգին մասին է։ Որքան առավել Աստված քեզի Սուրբ Հոգին մի դա եթե խնդրես։ Կովին դարձես է խնդրե։ Բեկե սորվին ինչպես խնդրենք ուրեմն։ Բեկե խնդրենք, բեկե սորվին ինչպես խնդրենք, որով խնդրել գա եւ խնդրել գա։ Okay։ Խնդրել գա հա Դավիթ ես խնդրեցի։ Պամչո։ Բայց հոն գտեսնես արաքյալները 10 օր սպասեցին, որ աս խոստացված Սուրբ Հոգին ստանան, չէ՞։ Խնդրել գա եւ խնդրել գա, որ ասենք 1 օր, 2 օր խնդրեցիր, 1 շաբաթ մը խնդրեցիր, քիչը վարած էր, քիչը խանտավարված էր, ես ասի ուզեմ հովիվը սավ աս մեկը պետք է հայդը խնդրեցի, բամը չեղավ։ Աղոտքի է գա արչեվը բամը չեղավ։ Բայց եթե դու բամը գա կխնդրես, ես սիդը անոր գաբված է անոր դևեն գերտաս, որքան հերու գերտաս ադոր համար, որքան անոր մասին կմտածես, իչա ցեզի ես 2 ամիս ասորի դևեն վազեցի, 2 ամիս, մինչ որ ես աս մեկը ստացա, խնդրեցի ես, սպասեցի ես։ Սուրբ Հոգի մգրդությունը խնդրողին ու կա, ան որ շարունակապար կխնդրե եւ ոչ թե մեկ անգամ խնդրեց։ Ես խնդրեցի եւ բամը չեղավ հովիվ։ Որով դու չի խնդրեցիր, ինչպես Աստվածաշունչը գսե խնդրե։ Եվ Աստվածաշունչը գսե խնդրե պիտի դրվի, խոսի շարունակողական խնդրելու մասին։ Չի խոսի մեկ անգամ խնդրեցի, որ մեկ անգամ խնդրող իրական չուզեր գոր։ Որով ուզողը չի գնար։ Ոնե դեպեն գվազե, գեդաբնտե անոր, ինչ որ այդ մեկը առնե։ Չի թատրիր։ Եթե թատրեցա, ասել է չէի ուզեր։ Այո, Աստված ամեն բան գիտե, Աստված գիտե, որ իր զավակները ինչի պետք ունին եւ այլն, բայց ադիգա չի նշանակել, որ ես դակավին պիտի չխնդրեմ։ Մարդիկ կսեն, բայց Մատթեոսի մեջ գրված է, որ հետանոսներու պես չլամ, չէ՞, որ իրենք կշադախոսեին, գսե Աստված արդեն գիտե ամեն պետքերը։ Գսե երբ աղոտ կնեք, մի շադախոսեք հետանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շադախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ նրանց մի նմանվեք, որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան ձեզ նրանցից ձեր ովևէ բան խնդրելը։ Սոկսեն դեսա, ուրեմն եք չխնդրենք։ No, ուրիշ դեր գսեք որ խնդրե։ Ուրեմն հոս սխալ կբացատրես որ։
Եվ որոսե այս մեկը գսե հեթանոսներում մեզ մի շատախոսեր։ Ձեսական աղոտներ միներ։ Աղոտ մի գարտար։ Հայր մերը 3 անգամ միս էր, 15 անգամ միս էր հայր մերը։ Ասելու սիրույն։ Հայր մերը խենտանալիք աղոտ կեպեց, ասելու սիրույն, գրտնելու սիրույն, օգուտ չունի քեզ ադի։ Անի հեթանոսները գնեն։ Դա ավելի ալ գբորան, որպես լսելի լան։ Բայց գսե դուք հայր ունիք։ Եթե հայր ունիս, ասել է քեզի լսող ունիս, ասել է որ ես պիտի աղոթեմ, ես պետք է հավատամ, որ ինձ գլսե։ Ես պետք է հավատամ, թե որ խոսեցա ինձ լսեց։ Պիտի դա իմ ուզածս։ Հեթանոսը ադի չի գիտեր, ալամար գբորա, գշադախոսե, ձեսի մեջ կաբրի, գրոնական բանի մեջ կաբրի, գաբանքի դակ կտնեին գզինքի և դեմը իրեն բդուղ չդարարի գապնավ։ Եվ որ գսե խնդրե, կամ աղոթե, գխոսի սրդի աղաղագին ցայն ուզել լսել։ Այդպիսի խնդրանք, որ սրդեն մի դիել է, այդպիսի աղոթք, որ սրդեն մի դիել է, ոչ է շուրթերեն մի դիել է։ Քանի գիտես աղոթներ կա գրնած շուրթերով վնել, բայց սիրտը ուրիշ դեր է։ Իսկ ուրիշ աղոթներ կա, որ այդ սրդե դիել է, լման անցդ կշարժե, չեմը։ Սո խնդրել կա և խնդրել կա։ Թուն որ մեկ խնդրոն ես։ Որքան թուն Սուրբ Օքին հետևեն գվազես առօրյա այդ մեջ։ Որքան իր երեսը կփնտրես։ Որքան իրեն ուզես իրականության մեջ։ Ադիկ որոշե որակը քու ունեցածիդ։ Եվ ձեսական աղոթները նես քեզի հեթանոսներու պես կդարձնե։ Դեմը չես ասնիր։ Եվ Աստված բնավ ադի իսել չեր ուզեր, եւ որ ըսավ մի աղոթեք իրենց նման, մի խնդրեք իրենց նման, որով չուզեր, որ թուն անանք խնդրողլաս, ուզեր որ թուն հավատքով եւ ագնկալությամբ խնդրես բարի հորմը, որ քեզ պիտի դա Սուրբ Օքին։ Ջանչնաս, որ ինք քեզի լսեց եւ խնդրելդ մեկ անգամվա այդպես խնդրել մչլա, ասի հետաբնտեսուն, ասի առաջնահերթը պիտի լա կյանքիդ մեջ։ Միջի որ այս մեկը ունենաս եւ ասկե հերու պիտի չերտաս։ Ինչպես ամեն զավակ ունի իրավունքներ ընտանիքի մեջ եւ իր իրավունքները գաբրի, նույնպես աթուն ազո թակավորության եւ ընտանիքի մեջ զավակ ես, եւ թունա ունիս իրավունքներ եւ առաջին նվերը քեզի համար Սուրբ Օքին է։ Առաջին նվերը։ Եվ այն նվերն է, ամենահարկի նվերն է, որ Տեր Հիսուսը եթե նույնիսկ իրեն թեմ հայոյվի, պիտի չներվի, եւ առանց իրեն նույնիսկ Հիսուս բամը չրավ, մգրդվեցավ եւ անգի հետ կսկսավ Սուրբ Օքով ընել, եւ բժշկությունները, նշանները, հրաշքները ամեն Սուրբ Օքիով վրավ, առաքյալները ամեն Սուրբ Օքիով վրին, աշակերտները ամեն Սուրբ Օքիով վրին, ամեն այսօր ազո գործողները Սուրբ Օքիով վրին, իրենք չեն, ուժով չէ, զորությամբ չէ, հաբա իմ հոգիովս է։ Եկեք այսօր այսպես խնդրենք։ Մավա ավելի խորունկ պիտի երթամ, ժամանակս արդեն գրեթե վերջացավ, այս ավելի խորունկ պիտի երթամ վաղը, այս եկուր այսպես խնդրենք Տերոջ առաջ գնանք։ Ասենք Տեր Պենտեկոստեն այ 2000 տարի առաջ եկավ, հավանաբար մգրդվել եմ արդեն Սուրբ Օքով։ Ձեր մեջ մաս մեկա որ մգրդված է արդեն, ոչ թե 0-ին նոր պիտի մգրդվի, բայց պետք ունի սետլեցվել։ Սո աղոտքի ադեն ատպես կեցիր, ասե դեր գուզեմ այս հողմը, որ լորամարքիները պիտի բերեին կյանքիս մեջ, որ ոչ թե միան ինձի 600,000-ի ալ նույնիսկ հասնի երցնելու, միս, ոչ թե մեկ օր, ոչ թե 2 օր, 30 օր, մեկ ամսվա չափով, մեկ օրվա ճանապարհով, ամեն օր, Սուրբ Օքին ցերկը գարդ չէ, Աստուծո ցերկը գարդ չէ, ցևով գեցիր Աստծո աչքեր այսօր, ամեն, եւ ոտքի ելենք։ Добро черди Алласу тардени ми черди, намрени Аллартакаин ми черди Алласу. Օդե ալայինը բեչի ալա շարտանի մեզ սերդի ալա սութարդենին իչեքեր, պարատ շերդի ալա սութանի, ինչպես որ վարեցիր, աշագերտները, առաքյալները 2000 տարի առաջ և աշխարը վարեցին,
նույնպես դեր քու գրագովդ լեցրու ամեն զավակ այստեղ մեկը ոստեմ բագած չլինի այստեղ մեկը դուրս չելե առանց որ գրագով լեցված է լա գրչակեմ ամեն խոչընդոտ իրենց արջևեն գոդրվի վերցվի ամեն սար հարթ ջամփի վերածվի Սուրբ ոգի քու զազիտ պես ես հիմա Դո չերդի ալասու լեթալի բրեցիեդիվի թող քրավես մեր սրտերը եւ աշխարհի ովևէ բան մեր սիրտը չառնե դո լեշ չերդի սարատին մեր չերդի գուզենք խնդրենք վարե Հիսուսի անունով դո չերդի ալասու տարդի մի չերդի ալա կարդի մի սերդի դոլո չարտենի մի ալասու տա կարդի մի չերդի Տարայենի բրեցի ալա չորդենի շարատա սարտական Տեդի ալա ծուկարդենի մեջ երդի ալա սուտարդենի մեջ երդի Դոնե ալար տեդի ալա սարտեին Մենք ուզենք Հայաստանը ապաշխարե Ամպոչ Հայաստանը, ամեն ընդանիք, ամեն զավակ, ամեն մարդին Փոլորն ալ դեր քեզ ճանչնան քո արջևը ծունգի կան Եվ դեր մենք շատ անդեսած ենք քեզ Մեր գրնագը թարցուցեր ենք քո վրա Դեր ես գաղութեմ, գավաշխարենք, բոլորս այս վայրում, ամպոչ հեղաշրջում թողլա, ամեն ուս գաբանքները թող գոդրվի, ամեն գաբանք, որ աշխարը փորձած է մեր վրա թնել, ադոնք ամեն թող գոդրվի Հիսուսի անունով, և քու գրագը թապի հիմա, տոլա սարտա շիետ է սիալատ սուտերնային, դա դեն մրի ալատինի մեզ սիալատին, ես բիդի անցնիմ և ծերկը սևրա բիտ թնեմ, ես բիդի ուզեմ որ ասկեցվածքով գենաս խնդրես դերոչ մե, սի դերտունը սիր խնդրեմ նվիդի դեր ստանամ, դոլ ես շարդին, ես կսպասեմ, կխնդրեմ, և ասոր ետևեն գինամ, աս մեր գուզեմ, ասեն դուրս չեմ ուզերել, առանց որ դու ինձ լեցնես, ես գուզեմ լեցվել, գուզեմ սուսվել, գուզեմ վարվել, քու դաշեն իմ բոս սորդայիմ, դոլային է պրդ չերդի ալաս